Բարի երեկո, այսօրվա մեր ներկայացումը մեզ համարել է շատ ուզիչ և կարծում եմ, որ սա շատ կարևոր պահ է, 6 տարեկան են, ընտրում եմ դուք դա նկատի ունենաք, հեքիաթ, որը բոլորը գիտեն, ոսկե քաղաք, ինչպես միշտ մեր ներկայացումները չարի և բարու, սիրո և ատելության մասին են, ներման մասին են։ Եվ իհարկե, ինչպես միշտ ես ուզում եմ ձեզ հիշեցնել մեր ստուդիայի պատմությունը, 31 տարի մենք գործուն ունենք, 31 տարի մենք ներկայացումներ ենք խաղում, մենք ցուցահանդեսներ ենք անում և իհարկե ամենօրյա աշխատանք, ճանապարհորդություններ ենք գնում։ Սա մի մտահղացում է, որ եկավ ինձ, ես կասեի, որ եկավ, որ երեխաների հետ պետք է աշխատել այսպես ամբողջական։ Երեխաները չպետք է սովորեն միայն դպրոցում այս առարկան, այն առարկան, այլ երեխաների համար ավելի կարևոր է դաստիարակությունը, քան գիտելիք։ Եվ հիմա արդեն վերջերս դրա մասին շատ են խոսում։ Եվ ասում են անգամ, որ դաստիարակությունը պետք է սկսվի այն պահից, երբ երեխան ասեց ես։ Մյուս օրվանից, այսինքն ինքը իրեն գիտակցեց, մյուս օրվանից պետք է սկսվի դաստիարակությունը։ Հիմա երեխաները շատ շուտ են ասում ես։ Առաջ 3 տարեկան են ասում, հիմա 2-1.5 լսել եմ այդպիսի դեպքեր ունենք մենք։ Դրա համար մենք էլ իջացրեցինք մեր տարիքային չափանիշը և աշխատում ենք հիմա փոքր։ Մենք ավելի փոքր երեխաներ էլ ունենք ստուդիայում հիմա, այսինքն 3 տարեկան, 4 տարեկան, մենք վերցնում ենք, առաջ չենք վերցնում։ Այս բոլորը ասում է, որ մեծ փոփոխություններ են տիրում աշխարհում, մեծ փոփոխություն, մարդկանց մտածողությունը, մարդկանց ներքին էմոցիաները, վիճակները, ամեն ինչ փոխվել է հիմա։ Եվ երեխաները, ձեզ ասեմ, որ մենք տարիներ արդեն աշխատում ենք, շատ են փոխվում։ Այսօրվա երեխայի հետ շատ ավելի դժվար է աշխատել, քան ժամանակին մենք աշխատում ենք։ Իրենք շատ ավելի հետաքրքիր հարցեր են տալիս, շատ ավելի բան գիտեն, շատ ավելի բան ներքուս կա, և դրա համար է ավելի պատասխանատու եմ այսօր նրանց հետ աշխատում։ Եվ իհարկե ամենակարևորը դա պետք է անենք ծնողների հետ միասին։ Մենք ոչինչ մենակ չենք կարող անել։ Բարեբախտաբար հիմա արդեն ժամանակ է շատ անցել, 30 տարվա մեր աշակերտները գալիս են և շատ ինձ համար հաճելի բաներ են ասում, որ մենք հիմա ենք հասկանում ինչու ենք եկել, մենք հիմա ենք հասկանում մեզ ինչ է տվել այս ամենը, որ մենք տարբերվում ենք և այլն և այլն, շատ ուրախանում եմ ես։ Ուրեմն այսօր մենք կներկայացնենք ձեզ ոսկե քաղաքը։ Ուզում եմ ասել, որ երեխաները շատ լավ չեն պատկերացնում բեմը ինչ է, ինչ կարող են անել, ինչ չեն կարող անել, ձեր օգնությամբ կարծում եմ առաջ կգնամ և կհասկանամ, եթե ինչ-որ մի բան կան, վրիպում լինի, կարծում եմ դուք իրանց շատ մեծ օգնություն ցույց կտան, եթե ցույց տաք, որ իրանք շատ լավ են խաղացել վերջում և իրանք ուրախանան և հասկանան, որ ամեն ինչ տեղի ունեցավ։ Սա է իմ ասածը ընդհանրապես։ Մայրիկն է, ձեզ խնդրում եմ, շատ լուր ներկայացումներ պատրաստել է մեր օրորդ Էլենը, ասեմ, որ իր համար է պրեմիերա, որովհետև սա առաջին ներկայացումն է, որ ինքը պատրաստել է։ Ուրեմն ամեն կողմից մենք առաջին անգամ այս բոլորը ձեզ ներկայացնում ենք։ Շնորհակալ եմ ուշադրության համար, մենք սկսում ենք։
աղջնակ, որը հենց բնության գրկից է ելել։ Բարի թագավորու պանը գտնում է աղջնակին, սակայն այս պատմությունն ունի սկիզբ, որի մասին դեռ ոչ ոք չի լսել։ Շատ հեռու ծովերից այն կողմ կա մի ոսկե քաղաք, որի կողքին ապրում էին խավարի ուժերը։ Նրանք ընտրել էին խավարի ուղին և վախենում էին սրտի իրական լույսից։ Օրերից մի օր ոսկե քաղաքում լույս աշխարհ է գալիս մի փոքրիկ արքայադուստր։ Խավարի ուժերը, զգալով նրա սրտի զորությունը, որոշում են վերցնել այդ լույսը, հուսալով, որ ոսկե քաղաքը կընկնի խավարի մեջ։ Եվ նրանք թողեցին աղջնակին անտառում, հույսով, որ մի օր նրա լույսը կմարի։ Բայց լույսը չմարեց, այն ավելի ուժեղացավ և ավելի վառ սկսեց լուսավորել իր ճանապարհը։ Թագավորու պանը գտավ աղջնակին և անունը դրեց Լուսաբեր։ Օրեցօր Լուսաբերն ավելի էր ծաղկում, և ահա թագավորը որոշեց, որ ժամանակն է ընտրելու փեսացուին։ Աղջիկս նայ, այստեղ հավաքվել են աշխարհի լավագույն արքայազնները, նրանք քաջ են և սիրահար, կամրջարանները լի են անսահման հարստություններով, ջերը սրընթաց են, իսկ ջրերը ոսկոր, ով է նրանցից հարստացրել։
է, դու միայն նրան կտրես, ով եղել է ոսկե քաղաքում։ Ահա։
Բարիկալուստ դիվանա, ես սպասում եմ քեզ, ես տեսա քո ամբողջ թռիչքը ու քո ողջ անցած ճամփան, դու այստեղ եկել ես ոչ թե հարստության, այլ ճշմարտության համար։ Այստեղ ոսկե պատեր չկան, այդ դեպքում ինչու են այս քաղաքը ոսկե անվանում։ Նայիր այս պատերին, նրանք կառուցված են ոչ թե ոսկուց, այլ այն մարդկանց սրտերից, որոնք կառուցել են դրանք։ Ոսկե քաղաքը այնտեղ է, որտեղ մարդկանց սրտերը լի է սիրով։ Դուք ինձ հիշեցնում եք նրան, ում հանդեպ իմ սիրտը լցում է սիրով ու կարոտով։
Ուսաբերը իմ դուստերն է, խավարի ուժերը մեզ բաժանացին, բայց ես հապերատար կսպասեմ նրա վերադարձին, չէ որ ամեն ինչ իր ժամանակ ունի, իսկ դու դիվանա կարող մնալ մեզ մոտ։ Ոչ, իմ սիրտը ինձ կանչում է դեպի տուն։ Եթե պատրաստ ես վերադառնալ, հիշիր, որ քո ճամփան է լինելու դժվարությամբ։ Իսկ խավարը վերափոխվում է։